Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք երրորդ եւ վերջին անգամ խոսելու ենք իրական Հայաստանը գաղափարախոսության թեմայով եւ իմ հյուրերն են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Մարիա Կարապետյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ եւ հույս ունեմ, որ իսկապես վերջինը կլինի, որտեղ մենք արդեն զանդրացրեցինք։ Նախապես պայմանավորում ենք, որ սա վերջինն է այս թեմայով, հարգելի հրաժարետողներ, վստահ եմ դիտել եք առաջին եւ երկրորդ մասերը, դրա համար առանց ժամանակ կորցնելու միանգամից անցնում ենք ուրեմն մեր խոսակցության շարունակությանը, մենք կանգնել ենք 11-րդ կետի վրա, վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է, վերափոխումը կենսունակության առանցքային պայման է։ Պարոն Ոսկանյան, սկսենք ձեզանից։ Այն որ վերափոխումը անհրաժեշտություն է եւ ամոթալի չէ եւ կենսական անհրաժեշտություն է եւ այլն, այնքան པարզ ակնհայտ թեզ է, որ այստեղ վիճելու բան չկա։ Ինձ համար տարակուսանքը գալիս է երկրորդ նախադասությունից, որովհետև այնտեղ կա շարունակություն եւ այսպիսի մի բան կա, ուրեմն ինչպես անհատը, այնպես էլ հանրությունը ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնել մինչեւ գենետիկ մակարդակ։ Նու իհարկե ասեմ, որ ես շատ ցավում եմ, որ այդ գրողները երևի ասում են, որ դա մի քանի հոգու աշխատանք է, միայնակ աշխատանք չէ, չեն նկատել այս գենետիկ բառի բացարձակ անտեղի լինել այստեղ, որտեղ ռեֆլեքսիան գենետիկական մակարդակի իջեցվել պարզապես չի կարող, գենետիկան դա կենսաբանությունն է։ Այդ մասին իմ բարեկամ Սուրեն Զոլյանը մի քիչ ջղայնացած մի օր ելույթ ունեցավ, ես հիմա չեմ ուզում դա շարունակեմ, ուղղակի դա պետք է հանվել, հասկանալի է, որ խոսքը գենետիկայի մասին լինել չի կարող։ Ուրեմն այստեղ երկու բան է մնում, ռեֆլեքսիան ուրեմն անհատական մակարդակի վրա եւ ռեֆլեքսիան ուրեմն հասարակական մակարդակի վրա։ Ինչ վերաբերում է անհատական մակարդակի, հասկանալի է, որ մարդը պետք է միշտ փորձի իմաստավորել իրեն եւ վերափոխել եւ այլն, բայց մի քիչ այսպես գուցե կոպիտ բան ասեմ, իսկ պետության ինչ գործն է։ Ես ռեֆլեքսիայի անհրաժեշտություն ունեմ, ես այդ ռեֆլեքսիան անում եմ, բայց կներեք ինչու պետք է ինձ պետությունը կամ որևէ կուսակցություն սովորեցնի, որ ես պետք է անհատական ռեֆլեքսիա անեմ։ Ինչպես ասում են, մտքերը ազատ են, չէ՞։ Այսինքն ես չեմ կարծում, որ պետությունը որևէ ձևով պետք է իրեն թույլ տա հարց տալ այն մասին, թե ես ինչ եմ մտածում եւ ինչպես եմ մտածում։ Հետեւաբար այդ ուրեմն դրույթը այստեղ չնայած որ շատ կարեւոր է, պիտանի է, իհարկե մարդիկ մտածում են, բայց չէի այստեղ տնի։ Ես կամ կառնեի այդ հասարակական ռեֆլեքսիայի վրա, դա շատ կարեւոր է։ Իսկապես կարեւոր է, թե ինչ է հասարակությունը ինքը իր մասին մտածում։ Դրա համար ինձ կներեք, ես մի քիչ գուցե երկարաշունչ էստեղ լինեմ, բայց ասելիք ունեմ ինչ որտեղ, ես ուզում եմ որպեսզի մենք հարց տանք այն մասին, թե այս վերջին 6-7 տարվա ընթացքում, ուրեմն 2018 թվականից հետո, ինչպիսի հասարակություն ենք մենք ձևավորել։ Ինչ է իրենից ներկայացնում մեր հասարակությունը։ Սա է չէ ռեֆլեքսիան։ Հարց տանք այն մասին, թե մենք ինչ ենք անում։ Ուրեմն ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 18 թվականին ուրեմն փաստորեն այդ դեպքերը որ եղան, իմ գնահատականով ես դա երկար հիմա չեմ ասի, որտեղ դրա մասին վաղուց խոսել եմ, Հայաստանում ձևավորվել է նեո-բոնոպարտիստական ռեժիմ։ Բոնոպարտիզմ է։ Ինչ է նշանակում բոնոպարտիզմ։ Բոնոպարտիզմը նշանակում է, որ գոյություն է ունեցել մի մեծ զանգված մարդկանց, որոնք եղել են ճնշված, որոնք եղել են այսպես ուրեմն ունեզրկված, ատոմացված, փաստորեն լումպենացված զանգված, որոնց ոչ ոք ոչ մի բանի տեղ չի դրել, եւ ուրեմն հեղափոխությունը այդ զանգվածը բացահայտել է, բերել է ասել սրանք մարդ են, այսինքն բերել է մտցրել է իրենց հասարակական կյանքի մեջ։ Բայց այդ մարդիկ այնքան ուրեմն այսպես անկարող են եղել իրենց արտահայտելու, որ փաստորեն իրենց արտահայտելու, իրենց ներկայացնելու այդ ուրեմն գործառույթը տալիս են առաջնորդին։ Եվ առաջնորդը ուրեմն ինքը հանդես է գալիս որպես այդ մարդկանց ներկայացուցիչ։ Նա մի կողմից ուրեմն նրանց ներկայացուցիչն է, մյուս կողմից հենվում է նրանց վրա, ձեռք է բերում ուրեմն անսահմանափակ գործադիր իշխանություն եւ այդ գործադիր իշխանության միջոցով իրեն ենթարկեցնում է մնացած ամբողջ հասարակություն։ Սա բոնոպարտիզմի դասական ձևակերպում է, որը Մարքսից դեռևս գալիս է, ուրեմն Լուի Բոնոպարտի Բրումիերի 18-ից այդ հայտնի հոդվածից եւ բոլորի համար հասկանալի եւ ընդունելի է։ Հիմա, բայց ինչ է դրանից հետո տեղի ունենում։ Դրանից հետո հասարակության այդ մասը, որը իսկապես բացահայտվել է, որի մասին քիչ էին խոսում, իսկ հիմա սկսել են խոսել, հայտարարվում է որպես ամբողջ եւ անվանվում է ժողովուրդ։ Այսինքն դուրս է գալիս, որ նա մաս է, բայց այդ մասին մենք ասում ենք ժողովուրդը սա է։ Այդ դեպքում մնացածները ովքեր են։ Մնացածները նախկիններն են։ Լավ, առայժմ սրա վրա կանգ առնենք։ Մնացածները նախկիններն են։ Հաջորդ քայլով մենք ասում ենք, որ ժողովրդի կազմորոշ կառույցը ընտանիքն է։ Երբ որ մենք ասում ենք, որ ժողովուրդը մի մեծ ընտանիք է, դրանով մենք փաստորեն այսպես երանդամ կամ միշտ
ընտանիք, հասարակություն, պետություն, փաստորեն հասարակության այդ միջանկյալ անդամը բաց ենք թողնում։ Մնում է միայն մեծ ընտանիքը, ժողովուրդը որպես մեծ ընտանիք, եւ պետությունը, եւ ահա ժողովուրդը որպես մեծ ընտանիք անմիջապես ստորոգվում է պետությանը, Նա փաստորեն երկուսն իրար հետ են։ Հիմա ինչ մի հետաքրքիր բան է այստեղ տեղ ունենում։ Առաջնորդը մի կողմից մարմնավորում է ժողովրդին եւ ինքն էլ ասում է, չէ, ես ժողովրդի տեղապահն եմ։ Մյուս կողմից առաջնորդը դիտարկվում է որպես պետության մարմնավորում։ Տիկին Կարապետյանը այն օրը մի հետաքրքիր բան ասաց, նա ասեց, սկզբից ասեց, որ ժողովուրդը ուրեմն իշխանության աղբյուրն է, հետո ասաց, որ ժողովուրդը ինքը իշխանությունն է։ Բայց եթե ես նույնանում եմ ժողովրդի հետ, հետեւաբար ես նույնանում եմ իշխանության հետ։ Ուրեմն ժողովուրդը եւ պետությունը դառնում են մեկ ամբողջական մի բան։ Հիմա տեսեք, այստեղ մի շատ հետաքրքիր է, իսկ ինչպես ենք մենք դա հիմնավորում, մի ֆրազ կար, որը ժամանակին ասվել է, չեմ հիշում ով է ասել, այսօրվա ուրեմն իշխանական կառույցից, բայց այս ֆրազը հաստատ ուրեմն ասվել է, ուրեմն որ դա ուրեմն կատարվել է ժողովրդի առողջ բնազդով կատարված ընտրությամբ։ Այսինքն ժողովուրդը որ ընտրությունը, որ այս ուրեմն իշխանությունը ժողովուրդը կատարել է ուրեմն իր առողջ բնազդի հիման վրա ընտրությունը։ Հիմա ես ուզում եմ ուրեմն հասկանալ, արդյոք որևէ մեկը գիտի թե այս ձևակերպով ուրեմն որտեղ է գնում։ Ես ասեմ, ես չեմ ուզում այդ կապը շեշտել, բայց ուղղակի պետք է իմանալ։ Այս ձևակերպումը գնում է 30-ական թվականների նացիստական Գերմանիա, որտեղ որ պարզապես այդպիսի մի որոշում էր ընդունվել, որ դատավորները պարտավոր են դատել հենվելով օրենքների եւ ժողովրդի առողջ բնազդի վրա։ Ներողություն, չի կարելի ժողովրդի առողջ բնազդը հայտարարել ուրեմն քաղաքական գործոն։ Այլապես դա դուրս է գալիս, որ ժողովրդի եւ առաջնորդի կապը իրացիոնալ կապ է եւ մենք ստանում ենք ժողովուրդ եւ առաջնորդ երկանդամը։ Հիմա դա ոչինչ, այստեղ մի ուրիշ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Սրա հիման վրա սկսում է պայքար էլիտաների դեմ ընդհանրապես։ Տեսեք, եթե առաջին այդ ժամանակաշրջանում խոսքը նրա մասին էր, որ նախկինները լավը չէ։ Լավ էր նանիծած, մենք ունեինք նախկին վատ էլիտաներ, նրանք լավը չէին։ Բայց հիմա այստեղ պատմում է, որ ցանկացած էլիտա լավը չի, որովհետև մենք կարդում ենք, եւ սա ուրեմն տեքստը ցիտատ է, որ ազգային ինքնության պատմականորեն ձևավորված այդ մոդելը դա ժողովրդից կտրված էլիտար խմբերի ստեղծած կամ դրսից ընդօրինակած եւ ժողովրդին ցիտատ է պետական, վարչական լծակներով, նույնիսկ բռնի ուժով պարտադրված մի բան է։ Այսինքն դուրս է գալիս, որ եւ այնտեղ շարունակություն կա, այդ օտար տարերին ուրեմն հակադրվում է ժողովրդի գաղափարախոսությունը, որ մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ կարող է դառնել պետական գաղափարախոսություն։ Այսինքն, մենք ունենք 3000 տարվա պատմություն, 3000 ուրեմն տարվա պատմության ընթացքում ամենաանկապ, ամենացանկացած յուրաքանչյուր ինչ որ տեղից եկած բոլոր էլիտաները գալիս էին, պարտադրում էին ժողովրդին ինչ որ մի գաղափարախոսություն, եւ հիմա վերջապես ուրեմն մենք գտել ենք ժողովրդի գաղափարախոսությունը եւ առաջին անգամ, ահա ուրեմն հայ ժողովրդի պատմության մեջ մենք կարող ենք ժողովրդի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն։ Սա այն է, ինչ որ մենք հիմա անում ենք։ Հիմա տեսեք, նախ եւ առաջ սա կեղծիք է։ Կեղծիքը արդեն իսկ այն պատճառով, որ ժողովրդի գաղափարախոսություն պարզապես չի լինում։ Այսինքն բոլոր հասարակագիտական տվյալներով հայտնի է, որ ժողովուրդը ինքը գաղափարախոսություն չի ստեղծում։ Գաղափարախոսությունը ստեղծում են գաղափարախոսները եւ վերագրում են ժողովրդին։ Ասում են, այ գիտեք, սա ժողովրդի գաղափարախոսությունն է, բայց ինքը ժողովուրդը գաղափարախոսություն չի ստեղծում։ Եվ ահա այդ իշխանության ուրեմն արեստավարժ այդ գաղափարախոսները այնքան հետաքրքիր ճանապարհ են անցել, որ իրենք պարզապես ուրեմն այդ իրենց հակաէլիտարիզմը, որ ցանկացած էլիտա վատ է, հասցրել են ուրեմն հայոց ոսկեդար, այսինքն 5-րդ, 7-րդ դար, եւ մերկացնում են ուրեմն հունաբան թարգմանչական դպրոցի մեղսագործությունը ժողովրդին անհարիր էլիտար գաղափարախոսության ստեղծման գործում։ Նա խորենացին արդեն դու մի ասա սորոսական է։ Խորենացին սորոսական է, որովհետև ուրեմն խորենացին հենվել է այդ ուրեմն հունաբան դպրոցի թարգմանական տրադիցիայի վրա, մեզ պարտադրել է հունական օտար ժողովրդի համար անընդունելի կեղծ գաղափարներ եւ մի շատ հետաքրքիր բան է կատարվում, խորենացու եւ Տեր-Պետրոսյանի միջև կապ է հաստատվում։ Ինչու, որովհետև Տեր-Պետրոսյանը դու մի ասած ժամանակին խորենացու մասին մի հատ հոդված ունի գրած։ Եվ ասվում է, որ ահա ուրեմն Տեր-Պետրոսյանը եկել է եւ երրորդ ուրեմն հանրապետության այդ քաղաքականության հիմքում դրել է
հունասեր թարգմանական հոգեկերտվածքի քաղաքական կառույցը։ Այսինքն փոխանակը ստեղծի մարմին պետություն, նա չգիտես ինչի ստեղծել է հոգեկերտվածք պետություն։ Այսինքն դուրս է գալիս, որ մենք ստանում ենք մի ֆանտասմագորիկ գաղափարախոսական կոնստրուկտ, ըստ որի բոլոր էլիտաները ընդհանրապես սխալ էին։ Հիմա մենք եկել ենք 3000 տարվա մեջ առաջին անգամ ճիշտ ձևը գտել ենք եւ մենք ուրեմն նոր գաղափարախոսություն ենք պարտադրում։ Որն է այդ նոր գաղափարախոսությունը։ Հասկանալի բան է, ուրեմն դրա մասին բազմաթիվ անգամներ ասվել է, որ պետության այդ դասական գործառույթների եթե մենք մաքրում ենք, մարմին պետության գերնպատակը դառնում է ամեն գնով նվաճված կենցաղային բարեկեցություն։ Հիմա իհարկե Տիկին Կարապետյանը կասի, որ չի այդպես չէ, որովհետև բարեկեցություն մենք որ ասում ենք, մենք դրա տակ հասկանում ենք եւ հոգեվորը, եւ հյուրասիրությունը, եւ չգիտեմ ինչերը եւ այլն։ Նու նախ եւ առաջ եթե մենք այդպես հասկանալիս լինեինք, այդպես էլ կասեինք, բայց դա չի հարցը։ Ընկին այն է, որ չենք կարող ասել, որ բարեկեցությունը ներառում է նաև հոգևոր բաղկացուցիչներ։ Ասեմ ինչու չենք կարող ասել։ Որովհետև հոգևորը, եթե մենք իսկապես հարց տանք մեզ, իսկ ինչ բան է հոգևոր։ Հոգևորը բան չէ, ինչ որ տվայտանքները չեն։ Հոգևորը ի վերջո ոչինչ այլ բան չէ, քան մարդու ինքնահաղթահարման process-ը։ Տեսեք, Նովարիսը մի փայլուն ուրեմն ձևակերպում ունի, նա ասում է ոգին իրականացնում է մշտական ինքնապացույց։ Այսինքն, եթե ոգին կանգնեց, ինքը այլևս ոգի չի։ Ուրեմն դուք անընդհատ այդ ինքնահաղթահարման process-ում դուք առաջ եք գնում։ Եվ եթե կա պատմություն, պատմությունը կա հենց շնորհիվ այդ բանի։ Որովհետև պատմության մեջ, եթե դուք մի փուլը փոխարինվում է մեկ այլ փուլով, ինչու, որովհետև դուք հաղթահարում եք նախորդը եւ քայլ եք անում, ինչու դուք կոչ եք անում անել, երբ որ ասում եք, որ մարդիկ պետք է փոխվեն։ Ուրեմն պետք է ինքնահաղթահարման process-ը գնա։ Բայց հիմա հարց է առաջանում, ինչպես կարող է այստեղ ուրեմն խոսք լինել այդ հոգևոր ինքնահաղթահարման մասին, որին դուք նորից եմ ասում, ոչ եք անում, եթե դուք ասում եք հղելով ժողովրդին, որ ժողովուրդը մեզ ասում է, լսեք, չենք ուզում այլևս մաքարել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել, ուղղակի ապրելով կարելի է ինքնահաղթահարում ունենալ։ Եվ պատահական չէ, որ այդ ուղղակի ապրելու ապոլոգետը այն հեղինակը հայտնի, որը ասում էր, որ մենք արդեն ուղղակի ապրելու հասարակություն ենք, էլ ուրիշ անելու բան չունենք, իր գիրքը, երբ որ գրեց, իր գիրքը անունը դրեց պատմության ավարտը, The End of History, Ֆուկույաման։ Բայց Ֆուկույաման հետո, տարիներ հետո ասեց, տղեկ հալատ եմ արել, սխալվել եմ, կներեք, այդպիսի բան չկա։ Հիմա մենք վերցնում ենք ուրեմն համ ասում ենք չենք ուզում տառապել, համ ասում ենք չենք ուզում չարչարվել, համ ասում ենք չենք ուզում մաքարել, պարզապես ուզում ենք ապրել, եւ միևնույն ժամանակ պնդում ենք, թե մեր այս կենցաղային բարեկեցության իդեալի մեջ հոգեվորություն կա, այստեղ հոգեվորություն չկա։ Հիմա հաջորդը, ես ուրեմն կաշխատեմ շատ չերկարացնեմ, դրանից ելնելով, որքանի որ կենցաղային բարեկեցությունն ամենակարևոր թեման է ուրեմն դառնում, այստեղ մենք ստանում ենք այն, որ իրական Հայաստանի այդ ինքնության մոդելում հայրենիքի պաշտպանի փոխարեն հերոսի դերը ստանձնում է հարկ վճարողը։ Լավ, ստանձնեց հարկ վճարողը, հարկ վճարելը սուր գործ է, պետք է ուրեմն հարկը վճարել։ Բայց այստեղ մի շատ հետաքրքիր անցում է տեղի ունենում։ Հարկ վճարելու գաղափարի հետ միասին մտցվում է, վերջերս գիտեք, բոլորս ուրեմն որ դա մտցվել է, եկամուտների համատարած հայտարարագրման կարգ։ Հիմա ես խոսել եմ տնտեսագետների հետ, ընդ որում շատ բարձր կարգի տնտեսագետներ հետ, որոնք ոչ մի քաղաքական հետաքրքրություն չունեն։ Պարզապես մարդիկ մասնագետներ են։ Այս մարդիկ ասում են, մենք մտածում ենք, թե որն է այս հայտարարագրման տնտեսագիտական իմաստը։ Որովհետև եթե խոսքը գնար պրոգրեսիվ հարկման մասին, այնտեղ տարբեր տիպի հարկեր կան, չէ՞, կարելի է դեռ հասկանալ, որ դրա մեջ իմաստ կա։ Եթե հիմա մենք ունենք համահարթ հարկման համակարգ, համահարթ հարկման համակարգում այս ուրեմն եկամուտների համատարած ուրեմն այդ հայտարարագրումը ոչ մի տնտեսական իմաստ չունի։ Բայց եթե չունի, ուրեմն պետք է հարցնենք, թե ինչ իմաստ ունի, ինչու ենք մենք այն մտցնում։ Եվ եզրակացությունը իրենք էլ խեղճերը չարչարվելով այդ եզրակացությունը անում են, որ եկամուտների հայտարարագրումը ոչ թե տնտեսական կարգավորման միջոց է, այլ համատարած վերահսկողության միջոց է։ Այսինքն դուք սկսում եք վերահսկել բոլոր ֆինանսական հոսքերը։ Մենակ այն չի, թե ես ինչից պետք է վճարեմ հարկ։ Ինչ եմ առել, ինչ եմ ծախել, ուրեմն գնացել, ում հետ եմ շփվել, ում հետ եմ կապի մեջ, այսինքն սա այն է, ինչ որ այսօր ուրեմն արևմուտքում ընդունված է անվանել surveillance state, այսինքն ամբողջական վերահսկողության պետություն։ Արդյունքում դուրս է գալիս, որ այդ մարմին ժողովուրդը, որին մենք այդքան ջատագովում ենք,
հայտնվում է պետական ապարատի մշտադիտարկման տակ։ Ոչ միայն հարկատվության իմաստով, այլև բոլոր հնարավոր ֆինանսական հոսքերի առումով։ Եվ այդ դեպքում, եթե ուրեմն մարմին ժողովրդի այդ կենսագործունեության նկատմամբ լիակատար վերահսկողությունը ձեռք է բերում պետական ապարատը, եւ պետական ապարատը ինքը իրեն նույնացնում է պետության հետ, եւ հանդես է գալիս որպես իրական Հայաստանի գաղափարախոսության կրող, ապա նա հանդես է գալիս նաեւ որպես իրական Հայաստանի գաղափարախոսության հիմնական շահառու։ Այսինքն այն, որ ես Էնգելխից ասում եմ, ես խոստանում եմ ասել, որ ցանկացած գաղափարախոսություն կեղծ գիտակցություն է այն իմաստով, որ մենք ասում ենք, որ մենք բոլորի համար լավ ենք անում, բայց մենք լավ ենք անում որոշակի սոցիալական խմբի համար, այդ սոցիալական խումբը պաստորեն սոցիալական խումբ էլ չի, դա պետական ապարատն է։ Պետական ապարատը։ Եվ զարմանալու բան չկա, գիտեք ինչի։ Այդ դեպքերը եղել են։ 2 տարի առաջ ես մի հանդիպման էի լաոների հետ, որոնք դեռևս այն ժամանակ գործում են, եւ ինձ հարց տվեցին, ասեն ինչ եք կարծում, այս իշխանությունները ուրեմն նեոբոլշևիզմ է սա թե չի։ Ես այն ժամանակ խուսափեցի, ասի ես նման բան չեմ ասել։ Բայց հիմա ես տեսնում եմ, որ բոլշևիզմի հետ կապող այստեղ մի շատ կարևոր բան կա։ Դա այն է, որ բոլշևիզմի օրոքել ուրեմն սովետական բյուրոկրատիան վեր է ածվել մի նոր դասակարգի։ Այդ մասին հստակ գրել է Տրոցկին։ Տրոցկին արդեն այն ժամանակ, երբ որ իրեն դուրս էին շպրտել, երբ որ ինքը արդեն արտասահմանում էր եւ մի գիրք է գրել, որը կոչվում էր ուրեմն դավաճանված հեղափոխություն, նա այդտեղ գրում է, որ ասում է, փաստորեն սովետական բյուրոկրատիան վերաճել է մի նոր դասակարգի։ Նա չունի սեփականություն ֆորմալ տեսակետից, բայց նա սեփականաշնորհել է ամբողջ պետությունը, պետությունն իրենն է։ Նա օգտագործում է պետությունը որպես իր սեփականություն։ Տրոցկին միակը չէր, որ դա ասում էր, դա ասել է նաև ուրեմն մի գիրք է գրել այդ մասին Միլովան Ջիլասը, դա ուրեմն հարավսլավական մտածող է, որը ժամանակին եղել է Բրոստիտոյի ուրեմն օգնականը, խորհրդատուն, հետո դարձել է դիսիդենտ, նա նույնպես գրում է այդ նոր դասակարգի գոյության մասին։ Հիմա երբ որ մենք մեղադրում ենք, որ նախկինները թալանում էին պետությունը, հա, ով կարող է ասել, որ չէին թալանում, իհարկե թալանում էին։ Բայց հիմա տեսեք, ուրեմն ինչ է դուրս գալիս, իրենք պետությունը թալանում են, իսկ ես պետությունը յուրացնում եմ։ Պետությունը ես եմ։ Եթե պետությունը ես եմ, ուրեմն ես կարող եմ մանավանդ ունեմ բոլորի նկատմամբ լծակներ, որովհետև բոլորին վերահսկում եմ ֆինանսական մակարդակի վրա, ով ուր գնաց, ով ինչ արեց, ես պետության հետ նույնանում եմ։ Եվ այստեղ մի ուրիշ վտանգ էլ կա։ Նրանք, ովքեր որ թալանում են, եթե թալանում են, անուններ չեմ տալի կամ որևէ մեկի մասին այդպեսի ենթադրություն չեմ անում։ Նրանք, ովքեր թալանում են, սկզբունքորեն պատրաստ են հեռանալ։ Միլիոնները դիզել եմ կգնամ կապրեմ։ Նրանք, ովքեր պարզապես յուրացնում են պետությունը, նրանք պատրաստ չեն լինի երբեք հեռանալ, որովհետև նրանք արդեն կապած են պետությանը։ Սա այն, այսպես ասած, իմ փոքրիկ փիլիսոփայական փորձն էր, ուրեմն ելնելով գաղափարախոսության քննադատության մեթոդաբանությունից փիլիսոփայական, ցույց տալ, թե ովքեր են այս ընդհանուր գաղափարախոսության շահառուները։ Սա այն էր, ինչ որ ես ուզում եի ասել։ Շնորհակալություն, պարոն Ոսկանյան, շատ թեմաներ շոշափեցիք, ես դժվար թե բոլորին հասցնեմ անդրադառնալ։ Երևի սկսեմ գաղափարախոսության թեմայից, քանի որ դրան եւս մեկ անգամ անդրադարձակ, ասեցիք, որ գաղափարախոսություններ ժողովուրդները չեն ունենում։ Շատի չեն ունենում, ասի չեն ստեղծում։ Չեն ստեղծում, շատ բարի, ստեղծում են գաղափարախոսները։ Կարող ենք ասել, որ այդ գաղափարախոսները էլիտաներն են կամ քաղաքական գործիչները, որոնք ոչ թե նույնն են, այլ կարող են եւ տարբեր լինել։ Դե բնականաբար հիմա այսպես թե այնպես, եթե գաղափարախոս է մարդը զբաղվում է մտավոր աշխատանքով, ուրեմն դա կարող է համարվել էլիտա։ Եթե դուք ուզում եք ասել, որ դրանով իսկ ես ապացուցում եք, որ ինչ որ էլիտաներ դուք ընդունում եք, ձեզ սպասարկող էլիտաներ։ Ես էլիտաներ չեմ ընդունում, կարող եմ ի սկզբանե ասել, ես էլիտաներ չեմ ընդունում, չեմ ընդունել որպես քաղաքացի, չեմ ընդունում որպես քաղաքական գործիչ։ Ինձ համար դա տհաճ կոնցեպտ է, այսպես ձևակերպեմ։ Եվ եղել է այդպես, երբ ես նաև պաշտոն չեմ զբաղեցրել։ Հիմա երբ մենք պետականություն չունեինք, դա իմիջիայլոց նախորդ մեր քննարկումներում էլ ասել եմ, որ կարող ենք դիտարկել 91 թվականից առաջը կամ կարող ենք 1918 թվականից առաջը դիտարկել, որովհետև պետականություն 18-ից 20 ունեցել ենք, բայց կայացման փուլ չենք կարող դա համարել։ Ունեցել ենք ուրեմն էլիտաներ, որոնք ձևակերպել են գաղափարախոսություն մեր ժողովրդի համար։ Եվ ինչպես նախանշեցի,
նախորդ մեր քննարկումներում այդ գաղափարախոսությունը եղել է ազատագրությունը եւ երկրորդ մեր քննարկման ժամանակ այդ գաղափարախոսությունը եղել է տարեգրությունը։ Ազատագրությունը այն իմաստով, որ մեր ժողովրդի գաղափարախոսները, գրողները, քաղաքական գործիչները, ի նկատի ունեմ կայսրություններում հանդես եկող քաղաքական գործիչները, ազատագրության ծրագիր են ունեցել մեր ժողովրդի համար, որը, ինչպես քննարկեցինք նախորդիվ, մեր ժողովրդի ոչ բոլոր ներկայացուցիչներն էին պարտավոր կիսել եւ չեն կիսել, նույնիսկ գուցե չեն առնչվել, իրենց կյանքն էին ապրում որպես այդ կայսրությունների հպատակ։ Բայց ուրեմն պետականություն չունենալու փուլում մենք ունեցել ենք գաղափարախոսներ կամ էլիտաներ, ինչպես հասկացա, համաձայնվեցինք այդ բառերի նման մոտ լինելու հարցում, որոնք ձևակերպել են այդպիսի մի գաղափարախոսություն, ազատագրությունը եւ տարեգրություններ մեր երկրորդ քննարկման թեման է, այսպես ասած, առանցքային այն իմաստով, որ գաղթականության հացը այլտեղ փնտրելու եւ այդ բարեկեցության փնտրտուքի թեմային է առնչվում։ Մեր ասելիքը կարող եմ ասել, որ ես սկզբունքորեն ես այդ համաձայն չեմ։ Ես ձեր առաջի հատվածում ասած շատ բաներին ոչ միայն սկզբունքորեն համաձայն չէի, պարոն Վասկանյան, այլ շատ բուռն էմոցիաներ էի ապրում, ասենք, երբ դուք լյումպեն բառն էիք օգտագործում եմ, բայց զուսպ նստել, համբերատար լսել եմ, չեմ ընդհատել։ Հիմա խնդրում եմ նույնը դուք ինձ թույլ տաք, ավարտեմ միտքս, էլի հակադարձելու հնարավորություն կունենաք։ Հիմա ասելիքս որն է, որ եթե նույնիսկ դա մենք գաղափարախոսություն չենք անվանել, դա այնքան խորը ներթափանցում է ունեցել մեր գիտակցության մեջ, այդ թվում նաև այն պահից սկսած, երբ մենք ունեցել ենք հանրակրթություն եւ այլևս արդեն դասագրքերում այդ գաղափարախոսությունը, այսինքն ազատագրության եւ տարեգրության, գաղթականության, հայրենիքի փնտրտուքի կամ պետության փնտրտուքի։ Դա շատ խորը նստած է մեր գիտակցության մեջ եւ նախորդիվ ես ասացի, որպես լեզվաբան համարում եմ, որ ամենաուժեղ գաղափարախոսություններն են, որոնք մեր մեջ խոսում են, այսինքն մենք դրանց բնորոշ բառեր ենք օգտագործում, նույնիսկ չգիտակցելով, որ այդ գաղափարախոսությունն է մեր մեջ աշխատում։ Եվ այդ գաղափարախոսության նշանային ցուցիչներից մեկն էլ այդ վեհի ազատագրության վեհի արժևորումն է ի հակադրություն ճղճիմ կյանքի։ Ես առաջարկում եի եւ մեր գաղափարախոսությունը առաջարկում է, որ մենք փորձենք նաեւ կյանքը արժևորել, որովհետեւ ես այդ վեհի եւ ազատագրության համար զոհվելու գաղափարի արժևորումը առանց կյանքի գաղափարի համարում եմ շատ ինքնանպատակ, այսինքն եթե միայն մահվան եւ ինքնազոհողության, հանուն ազատության ինքնազոհողության գաղափարն ենք գովաբանում առանց գովաբանելու կյանքը, ապա բովանդակազուրկ է դառնում այդ գովաբանությունը, դառնում է ինքնանպատակ։ Հիմա նորից վերադառնալով նախորդ թեմային, երբ մենք պետականություն ենք ձեռք բերել, մեզ այլևս անհրաժեշտություն չկա, որպիսի չունենք անհրաժեշտություն, որպիսի միայն էլիտաները կամ գաղափարախոսները ձևակերպեն գաղափարախոսություններ եւ այնուհետեւ դա արմատավորվի մեր ժողովրդի մոտ կամ պակաս արմատավորվի, որովհետեւ դեռևս մեծ հարց է մեր ժողովուրդը արդյոք այդ ազատագրության ու տարեգրության գաղափարախոսությունը ամբողջությամբ կիսել է, թե այնուամենայնիվ ապրել է իր ցանկացած կյանքով ի հեճուկս այդ գաղափարախոսությունների։ Մեր մեխանիզմներն են փոխվել։ Մենք այլևս ընտրությունների միջոցով ինքնակառավարվող հանրություն ենք, հանրապետություն ենք։ Եվ բնականաբար որոշ բաներ պետք է փոխվեն մեր ապրելու ձևի մեջ։ Եթե նախորդիվ պետականություն չունենալու փուլում գուցե նորմալ էր եւ լավ էր, որ կային ուրեմն այդ անձնուրացությամբ ապրող կյանքը հանուն ազատագրության զոհել պատրաստ անձանց միջոցով ժողովրդի ազգի ազատագրությունը ապահովել ցանկացող այդ խմբերը, գաղափարախոսները, էլիտաները, գրողները, ազատամարտիկները, ֆիդայիները եւ այլն, եւ կար ժողովուրդը, կամ ազգը, ազատագրության գործով նրանք զբաղվում էին, ապա պետականության ստեղծումից հետո մեր հարաբերությունների ձևը փոխվում է։ Մենք բոլորս պետք է կարողանանք հաշտվել այն մտքի հետ, որ դառնում ենք բոլորս քաղաքացիներ։
եւ հավասար չափով կարող ենք մասնակցել եւ պետք է մասնակցենք մեր ընդհանուր կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը։ Ես որքան հասկացա, դուք նաև մեզ մեղադրում եք ինչ-որ ամբողջատիրության մեջ կամ ավտորիտարիզմի մեջ, որը… Ես չեմ մեղադրում, ես ուղղակի ասում եմ, որ տրամաբանությունը սա է։ Հա, որը եւ յուրացման մեջ պետության եւ ես լավ չեմ պատկերացնում դա ինչպես պետք է տեղի ունենա, եթե մենք չենք գողացել ազատ ընտրությունների մեխանիզմը ժողովրդից։ Ես կընդունեմ այն մեղադրանքը, իհարկե ոչ լումպեն բառի ներքո։ Ես կարծում եմ, որ մենք մինչև 2018 թվական կընդունեմ այն մեղադրանքը, որ մեր ժողովրդի մի մեծ հատված ստացել է իր քաղաքական ճակատագիրը որոշելու ազատություն եւ մենք շատ եւ շատ հենվում ենք ժողովրդի այդ հատվածի վրա դա եթե վերաձևակերպեմ այսպես ասած մեղադրանքը կարող եմ այդ ձևակերպմամբ ընդունել բայց ես նաև կարծում եմ որ ներողություն ես լումպեն բառը առաջարկում եմ փոխարինել բոհեմա բառով որ ոչ ոք չնեղանա լումպեն բառը ունի շատ որոշակի իմաստ, հիմա եթե դա ձեզ անհանգստացնում է, ես հրաժարվում եմ։ Այդ բառին շատ անհանգստացնում։ Ես հրաժարվում եմ այդ բառից, եկեք բոհեմա բառով օգտագործենք։ Ես կարծում եմ ժողովուրդը այո իշխանությունն է, եւ ժողովրդից մեր իշխանությունը, պետությունը խլված է եղել, մեր պետությունը զավթված է եղել եւ 2018 թվականի Թավշյա ոչ բռնի սիրո եւ համերաշխության հեղափոխությունը վերականգնել է այդ բազային սկզբունքը, որով մենք որպես Հայաստանի ժողովրդի անդամներ, քաղաքացիներ մեր ընդհանուր ճակատագիրը որոշելու հնարավորություն ունենք, անընդմեջ քննարկումների մեջ ներգրավելու հնարավորություն ունենք, համաձայնելու, չհամաձայնելու հնարավորություն ունենք։ Դա ֆունդամենտալ է եւ վերջում իհարկե ընտրությունների միջոցով որոշում կայացնելու։ Մի քանի բան էլ ասեմ ու ավարտեմ։ Ինձ համար շատ կարևոր է, որ մենք նաև մեր նորանկախ պատմության փորձառությունը ընդունենք որպես ապրող փորձառություն մեր ժողովրդի կամ մեր ժողովրդի ապրող մասի փորձառություն, այն իմաստով, որ պետականություն չունենալու փուլի փորձառությունը իհարկե շատ ինֆորմացնում է մեր քաղաքական գաղափարները, բայց մենք նաև անկախության փուլ ենք ունեցել, որը մեր առաջին հաղորդման ժամանակ ես շեշտեցի իր մեջ ներառել է ուրեմն Լեռնային Ղարաբաղի եւ անկախության միաձուլված շարժում, երկու լայնամասշտաբ պատերազմ, այդ երկու պատերազմների արանքում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ եւ ահա մեկ ոչ բռնի Թավշյա հեղափոխություն։ Այս փորձառությունն է նաև, որ մեզ ինֆորմացնում է, այսինքն մեզ գիտելիք է տալիս մեր քաղաքական ծրագրերի եւ հետագա անելիքների վերաբերյալ։ Եվ շատ ու շատ դրա վրա հենվելով է, որ մենք կազմել ենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այսինքն մեր ժողովրդի փորձառության վրա ենք փորձել ձևակերպել։ Դրա համար են այստեղ տեղ գտել ձևակերպումներ, որոնք բնորոշ են մեր խոսելու ձևին, պետության եւ մեր փոխհարաբերության մասին խոսելու ձևերին։ Ես իհարկե սա դեռ քննարկման փուլում է իհարկե եւ օրինակ այդ գենետիկ մակարդակի մասին ձեր քննադատությունը ես կառաջարկեմ որ վերաձևակերպենք, որովհետև ես կարծում եմ որ դա այդտեղ գրված է ֆիգուրատիվ իմաստով եւ եթե խնդիր է առաջացնում համաձայն եմ չի կարող որևէ բան գենետիկային հասնել, իմաստային էր որ այնքան խորքային դառնա, օրինակ ինքնարեֆլեքսիան, որ նմանվի գենետիկ բանի, բայց օրինակ այդ խմբագրում կառաջարկեմ, բայց ասելիքիս իմաստը որն է, այս տեքստը դրված է քննարկման, այն խմբագրումների կենթարկվի եւ այնուհետեւ հաջորդ առնվազն համապետական ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները, ժողովուրդը հնարավորություն կունենա քվեարկելու իր համաձայնությունը հայտնելու կամ չհայտնելու դրան։ Եվ սա միայն ողջունելի է եւ լավ է եւ դա է այն սկզբունքը, որը ես պետք է պաշտպանեմ։ Հիմա եթե այստեղ գրված որոշ գաղափարներ, բոլորը չէ, եւ ընդ որում բոլորի հետ չի որ օրինակ ես ամբողջությամբ հաշտեմ, հա, օրինակ պարոն Ոսկանյանի ասացի մեջ չեմ գտնում մի կետ, որում ինքը
հաշտ է, նույնիսկ համընդհանուր հայտարարումը, որ այս տեքստից դուրս է պարզվեց, որ լավ ռեֆորմ չի ուրեմն, բայց ես հակառակից կգամ։ Ես ամեն ինչ չէ, որ կարծում եմ, որ շանս ունի արմատանալու մեր ժողովրդի մեջ։ Ինձ կբավարարի թերևս հայրենիքի ու պետության նույնացման գաղափարի արմատացումը որպես գաղափարախոսություն, այսինքն ինքը այնքան խորքային դառնա, որ մենք կարողանանք համընդհանուր կոնսենսուս ունենալ սրա շուրջ։ Այ ինչպես երևի թե որպեսզի ինձ լավ հասկանաք, սենց պետք է ասեմ։ Եթե նախկինում ամեն ինչը դաշնակցական էր, ամեն ինչը ազատագրական էր եւ մարգինալ էր այն ինչ դաշնակցական չէր, ես կուզեի, որ այս դոմինանտը եւ մարգինալը տեղերով փոխվեին։ Ես կուզեի, որ մենք ունենայինք համապետական կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը իր ուրվագծից դուրս չունի քաղաքական ծրագրեր։ Այսքանը եթե դառնա գաղափարախոսություն այն իմաստով, որով ես եմ այդ բառը օգտագործում, այսինքն այնքան արմատացած մի բան, որը բնական է, մենք նույնիսկ չենք էլ նկատում, այնքան արմատացած, որքան եղել է ազատագրության գաղափարախոսությունը նախորդիվ, ես կլինեմ երջանիկ։ Մնացած ամեն ինչը կարող է մնալ քաղաքական ճաշակի հարց, մեկը մի քիչ ձախ, մեկը մի քիչ աջ, ոնց կուզենք, որպես քաղաքացիներ կդիրքավորվենք եւ կշարունակենք դրանց մասին քննարկումներ ունենալ, նորանոր ընտրություններ ունենալ, տարբեր կառավարող ուժերի հերթափոխեր ունենալ իրենց գաղափարներով եւ իրենց ծրագրերով։ Սա է մեր նպատակադրումը։ Զավթման, որևէ բանի յուրացման, չգիտեմ, աթոռից կարճելու, այդպիսի նպատակներ չունենք եւ չենք էլ կարող ունենալ եւ դրա միակ եւ բացառիկ ապացույցը ազատ ընտրություններն են, քանի դեռ դրանք կայանում են, ապա ուրեմն քաղաքացիներն են որոշում կայացնում։ Մեր խոսելու ոճի մասին էլ մի բան ասեմ ու եզրափակվեմ, բայց երևի թե այլ ժողովուրդների քաղաքական առաջնորդներից պետք է օրինակ բերեմ։ Միացյալ Նահանգների վերջին բոլոր նախագահները խոսելիս, անկախ նրանից նրանք հանրապետական են թե դեմոկրատ, խոսելիս խոսում են որպես մենք ամերիկացիներս այսպիսին ենք եւ մենք ամերիկացիներս այսպես պետք է անենք։ Գերմանիայի Չեն ասում, որ իրենք ամբողջ ժողովուրդը իրենց ընտրել է։ Տրամփը օրինակ չի կարող ասել, որ ամբողջ ժողովուրդը իրեն ընտրել է։ Նախագահ Թրամփը իր հաղթանակի մասին այնպես է խոսում, որ ստվերում է թողնում մեր հավակնությունները ներկայացնելու Հայաստանի ժողովրդին։ Բացի այդ, եթե նույնիսկ իրենք չեն ասում, իրենց ամբողջ ժողովուրդն է ընտրել, իրենք ասում են, բայց մենք առաջնորդում ենք ամբողջ ժողովուրդը։ Մենք ամբողջ ժողովրդի նախագահն ենք։ Անկասկած, նույնը Գերմանիայի առաջնորդները, անկախ նրանից նրանք սոցիալ-դեմոկրատ են, թե քրիստոնյա դեմոկրատ են, խոսում են մենք գերմանացիներս այսպիսին ենք, նրանց նկարագրական լեզուն է նույնիսկ ի հեճուկս գիտականի նկարագրում ամբողջ գերմանականը եւ մենք գերմանացիներս այսպես պետք է չեն ասում մենք գերմանացիներս, որովհետեւ վախենում են, որ իրենց կմեղադրեն ազգայնականության մեջ։ Ինչ խնդիր կա մենք գերմանացիներս ասելու մեջ։ Ես այդպիսի արտահայտություններ բազմիցս լսել եմ։ Որևէ մեկը չի ասել wir Deutschen, տենց բան չկա։ Քաղաքական դաշտում Գերմանիայի նման բան չկա եւ լինել չի կարող։ Շատ բարի։ Սա նորմալ է։ Բոլոր քաղաքական գործիչները հավակնում են ներկայացնել առավելագույն թվով քաղաքացիների, դա է քաղաքականություն անելու ձևը, դա ամբողջատիրություն չէ։ Այնուհետև մենք, այսպես ասած, վիճակը նետում ենք, իսկ դա քաղաքացիների որպես իշխանության անմիջական կրողներ, ընտրության օրը գնալն է ընտրատեղամասեր եւ ընտրելն է, եւ ձևավորվում են հանրային իշխանության մարմիններ, եւ մենք որպես տեղապահ, որը չի նշանակում իշխանությունը ուզուրպացրած, ընդհակառակը նշանակում է ներկայացուցիչ։ Այդ իշխանությունը, ժողովրդի իշխանությունը ժամանակավորապես իրացնում ենք մինչև մյուս հանգրվանը, մինչև մյուս ընտրությունները, որ օրը որ ժողովուրդը կրկին դառնում է իր իսկ իշխանության անմիջական իրացնողը եւ վիճակը նորից է նետվում։ Ես այս մեխանիզմի պահպանման ջատագով եմ եւ կարծում եմ սրանով են, որ հասցեագրվում են մեր բոլոր վախերը ցանկացած տիպի ամբողջատիրությունից կամ պետության յուրացումից։ Պարոն Մոսկովյան, վստահ եմ ուզում եք արձագանքել, բայց ես երկու հարց եմ ուզում հավելեմ, որոնց խնդրեմ պատասխանեք ձեր արձագանքի մեջ։ Առաջինը, խնդիր ունեք, որպեսզի խնդիր տեսնում եք նրանում, որպեսզի օրինակ այդ դաշնակցականի կամ հողահավաքի կամ օրինակ հայկական ռեկոնկիստայի գաղափարախոսությանը զուգահեռ լինի այլ գաղափարախոսություն ու դա լինի օրինակ համար դոմինանտ։ Այդ առաջի հարցը։ Այդ առաջի հարցը եւ երկրորդ հարցը։ Այ երբ որ խոսում ենք իշխանության ուզուրպացիայից, հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես Հայաստանի Հանրապետությունում իշխանություն հասած կուսակցություն։ Կեղծում արդյոք ընտրությունները թե ոչ։ Ես չեմ խոսել իշխանության ուզուրպացիայի մասին։
Հա, շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն տեսեք, հիմնականում Տիկին Կարապետյանը ուրեմն այն բաները ասեց, որոնց մասին ես տեղյակ էի, այնպես որ ուրեմն շատ չեմ վիճի, ինչ որ համաձայնենք, ինչ որ չէ, մի քանի կետեր։ Առաջին, երբ որ ես խոսում եմ հոգևորի մասին, երբ որ ասում եմ, որ չի կարելի մարդու հետաքրքրությունները սահմանափակել բացարձակապես պես լավ ապրելու գաղափարով, ես որևէ կերպ եւ որևէ ձևով չեմ ենթադրում, որ այդ հոգևորը հնարավոր է միայն ազգային ազատագրական տվայտանքների մեջ։ Այդ դուք եք վերագրում հայ ժողովրդին, թե իբր քշեր ցերեք, ուրեմն ազգային ազատագրական տվայտանքների մասին է մտածում եւ պատահական չի, որ դուք ժողովրդին չէ, էլիտաներին։ Ուրեմն էլիտաներին նույնպես, որովհետեւ էլիտաները, տեսեք, եթե դուք մի փոքր ուշադրություն դարձնեք, չէ, դուք կտեսնեք օրինակ, որ 19-րդ դարում եղել է 4 հիմնական, ուրեմն քաղաքական, ուրեմն քաղաքական հասարակական ուրեմն որոշակի հոսանքներ։ Դրանցից ոչ մեկը չի եղել ազգային ազատագրական բառից այն իմաստով, որը որ դուք ասում եք։ Եղել են կոնսերվատիվ, ուրեմն տարբեր մոտեցումներ, պահպանողական մոտեցումներ, եկեղեցու հետ կապված, կրթության հետ կապված, հազար մի բաների հետ կապված։ Այդ գաղափարը թե իբր ամբողջ հայ ժողովուրդը դաշնակցական է, ժողովուրդը չէ, էլիտաները։ Ներողություն, լավ, բոլոր էլիտաները անխտիր դաշնակցական են, այն էլ ձեր ասած վատ իմաստով։ Ես որ ասում եմ դաշնակցական, մի քիչ էլ անհարմար եմ զգում, ինչու՞, որովհետև թեև մենք ժամանակին դաշնակցության հետ բավական վեճ ու կռիվ ունեինք, բայց դաշնակցությունը մեր ամենաայսպես նշանավոր քաղաքական ուժերից մեկն է, որ ահռելի վաստակ ունի, եւ այսպես անունը դնել որպես պիտակ եւ ասել այս սրանք դաշնակցական են, որովհետեւ հող են ուզում, այդպես չի։ Դաշնակցության իմաստը այն չէ, որ իրենք շերտերը հող են ուզում։ Սա ուրեմն մի կողմ, բայց ասել, որ ամբողջ հոգևոր կյանքը, ես խոսում եմ ինչի մասին, ես ասում եմ հոգևոր կյանքը կապված է ինքնահաղթահարման հետ։ Այդ ինքնահաղթահարմանը թե սիրու մեջ է կատարվում, թե բանաստեղծություն գրելու մեջ է կատարվում։ Ես մի ահռելի գիրք ունեմ գրած Չարենցի մասին, որի վերնագիրն է պատմությունը որպես ինքնահաղթահարում։ Այսինքն ես ցույց եմ տվել, որ Չարենցի ամբողջ կյանքը ինքնահաղթահարման մի զարհուրելի ճիք է։ Հիմա ուզում եք ասել, որ Չարենցը որևէ մեկից հող էր ուզում։ Այսինքն չի կարելի հանգեցնել հոգևորը միայն հողուզելուն։ Այդպիսի բան դուք անում եք հեշտությամբ հետագայում հարց լուծելու համար։ Դուք ձեր նախորդ խոսքի մեջ ասեցիք, որ մենք որպես քաղաքական գործիչներ իրավունք չունենք նույնիսկ անհատից ռեֆլեքսիայի հատկություն պահանջելու։ Հիմա դուք հանդես եք գալիս առ հոգևորի ինչ որ պահանջմունքների եւ ձևակերպումների դիրքերից առ անհատը։ Հիմա կարող են քաղաքական գործիչները մտնել մարդու եւ քաղաքացու պատկերացումների դաշտ, թե չեն կարող։ Չէ, դուք ասում եք, որ մեզ հետաքրքրում է բացարձակ բարեկեցությունը։ Ես էլ ասում եմ, որ եթե մարդուն հետաքրքրում է միայն բարեկեցությունը, իշխանությունը։ Չէ, իշխանությունը ասում է, որ ես տեսնում եմ իմ քաղաքացու ուրեմն այսպես գոյության հիմնական իմաստը նրա բարեկեցության մեջ։ Հիմա այսինքն դա նշանակում է, որ իմ ժողովուրդը, իմ քաղաքացին ասում է, ես չեմ ուզում զոհաբերվել, չեմ ուզում մաքարել, չեմ ուզում տառապել, ես ուզում եմ ուղղակի ապրել։ Այսինքն ուղղակի առնվազն բառնի ամեն ինչ կգնի իր տեղը։ Ինչ է որտեղ առնվազն։ Այսինքն պետությունը առնվազն ուզում է, որ լինի բարեկեցություն, այսինքն նորից որ ինքը մինիմալ բանն է ցանկանում ապահովել։ Շատ բնական է, որ պետությունը ուզում է, որպեսզի լինի բարեկեցություն, դա տարօրինակ կլիներ վիճարկել, բայց այդ դեպքում պետությունը չպետք է շեշտի, որ բոլոր մնացածները սխալ էին, որովհետև միայն ինքն է գլխի ընկել, որ պետք է բարեկեցություն լինի, որովհետև չկա աշխարհի սերեսին որևէ պետություն, որևէ կառավարություն, որը չասի, որ ես ուզում եմ բարեկեցություն։ Դա այնքան տրիվիալ բան է, որ եթե այդ բարեկեցության հանգամանքը չի հակադրվում հոգևորությանը, ապա ուղղակի դառնում է տրիվիալ։ Այսինքն պարզ ձևակերպելով ձեր խնդիրն է, որ բարեկեցությունը հակադրված է հոգևորին։ Այո, հակադրված է, սա մեկ։ Եվ ինչու է հակադրել բարեկեցությունը հոգևորին։ Հələ տեսեք, ես արդեն որ երրորդ հաղորդումն է պնդում եմ, որ բարեկեցությունը իր մեջ ոչ միայն նյութականն է, այլև հոգևորն է։ Պարոն Ոսկանյանը ասում է, հենց այդ երկուսը ներառում եք նույն բարեկեցություն տերմինի տակ իմաստազրկվում է բառը, ճիշտ եմ հասկանում։ Չէ, ես ասում եմ, պնդում է, որ ուրեմն պետք է հոգևորի մասին որոշակի պատկերացումներ մենք կամ որևէ քաղաքական ուժ ունենա եւ սնի։ Ես չեմ պնդում նման բան, Մարիա։ Ես երբևիցե չասեցի, որ դուք պետք է ունենաք հոգևորի մասին ինչ որ պատկերացում եւ դրանով սնեք մարդկանց, բոլորովին։ Ես ձեզ ասեցի մի բան, որ եթե դուք ասում եք, որ դուք ժողովրդի գաղափարախոսության կողմնակից եք,
Իսկ ժողովրդի գաղափարախոսության իմաստն էլ ձևակերպում եք այս նախադասության մեջ, որ ես որևէ բան չեմ ուզում, լարվել, ինքնահաղթարվել, տառապել, զոհաբերվել, պարզապես ուզում եմ ապրել, դուք դրանով իսկ ասում եք, որ մնացած բոլորը արդեն ժողովրդինը չի։ Բայց դուք ամբողջ խնդիրը այն է, որ մնացած բոլորը, չգիտես ինչի, հանգեցնում եք բացարձակապես միմիայն ազգային ազատագրական պայքարի։ Բայց ով ասեց, որ հայ ժողովուրդը բացի ազգային ազատագրական պայքարից ուրիշ հոգևոր լարումներ չի։ Պարոն Ոսկանյան ջան, ձեզ որտեղից ինստրումենտներ, որ դուք համոզված եք ձեր գիտելիքում, որ հայ ժողովուրդը բացի ազգային ազատագրական պայքարից այլ բաներ էլ է ունեցել, որը ես չեմ վիճարկում։ Ես պարզապես ուզում եմ հասկանամ, ոնց է ստացվում, որ դուք ձեզ վերագրում եք ունակություն ունենալու օբյեկտիվ ստուգելի գիտելիք հայ ժողովրդի այսպիսին կամ այնպիսին լինելու մասին եւ հերքում եք, այսինքն ասում եք, որ անհնար է, որ որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ նույնպես հավակնի դիտել իրականությունը եւ փորձել նկարագրել այն։ Ես չեմ հասկանում, ինչու է ստացվում, որ դուք արտոնյալ եք այս հարցում, դուք ունեք հայ ժողովրդի ոգին, ցանկությունները զգալու գործիքները, իսկ այ օրինակ երբ մենք ենք փորձ կատարել, ընդ որում քննարկում ենք այդ փորձը, դա ամբողջատիրություն է կամ չգիտեմ։ Չէ, ներողություն, ամբողջատիրության մասին այստեղ ընդհանրապես դեռևս չենք խոսում։ Ես արտոնյալ չեմ, պարզապես ես որպես մասնագետ տեղյակ եմ հայ ժողովրդի մշակույթից եւ նրա գաղափարական զարգացումից։ Ես 400 էջանոց գիրք եմ գրել միայն Չարենցի եւ նրա շրջապատի մասին, 400 էջանոց, մեկիկ տարարտար։ Սա զգալ չի, սա պարզապես հետազոտություն է։ Եվ այդ հետազոտության մեջ ցույց եմ տվել այդ բոլոր բարդությունները, լարումները եւ հոգեվոր շարժը Չարենցի եւ նրա շրջապատի, բայց երբևիցե որևէ բան չեմ ասել ուրեմն այսպես հող ուզելու մասին։ Այսինքն ես հիմք ունեմ դրա մասին խոսելու։ Ես հիմա զբաղված եմ ուրիշ հետազոտությամբ։ Ես ասենք դասավանդում եմ առարկաներ, որոնք որ խոսում են այն մասին, ինչ է եղել 15-րդ դարում, 14-րդ դարում, 7-րդ դարում, 19-րդ դարում, այսինքն ես ոչ թե այսպես քթածակից ելնելով եմ ասում, ես ասում եմ իմանալով, որ հայ ժողովուրդը զբաղվել է հազարը մի առանձին գործերով, որ այդ հազարը մի գործերից շատերը եղել են ծայրահեղ հենց հոգևոր, եւ դրանք հող ուզելու հետ չեն կապված եղել։ Տեսեք, ազատության գաղափարը, որ դուք ասում եք, ազատագրական պայքար, միակ մարդը, միակ բանաստեղծը, որ մեզ պարզերես է արել, դա Միքայել Նալբանդյանն է։ Մենք կարող ենք ասել, մի հատ տղա կար, որը գրել է ազատության մասին բանաստեղծություն, բայց այդ ազատության մասին բանաստեղծությունը, որ Միքայել Նալբանդյանը գրել է, հող է ուզում այնտեղ։ Ազգային ազատագրական պայքարը։ Միքայել Նալբանդյանից էլ ավելի լավ ազատության մասին գրել է մի աղջիկ Շուշանիկ Գուրգենյանը։ Նախ սա ֆիքսենք։ Երկրորդը եւ վերադառնալով մեր ռեֆլեքսիայի եւ ինքնահայեցման թեմային։ Պարոն, հիմա ես Երկրորդ հարցը ո՞րն է։ Հեսա կասեմ հարցը, բայց մինչև այդ էլի ձեր ասածից տպավորություն ստացվեց, որ հայոց մեջ ընդհանրապես չի եղել ռեկոնկիստայի գաղափարախոսություն։ Ռեկոնկիստայի գաղափարախոսություն եղել է, բայց չի կարելի ամբողջ ուրեմն հայկական պատմությունը հանգեցնել ռեկոնկիստայի գաղափարի եւ մանավանդ ասել, որ ահա ուրեմն 3000 տարի մարդիկ ռեկոնկիստայով են զբաղված, հիմա մենք ավելի ես ձեզ ասեմ, սա պարզապես ես չգիտեմ թե ինչպիսի հանդգնություն պետք է լինի, որպեսզի մենք վերցնենք 35 ուրեմն տարվա հայկական այս երրորդ հանրապետությունը եւ հայտարարենք, որ ահա մինչեւ 18 թիվը այստեղ չի եղել պետություն, այլ եղել է բացարձակապես անկախություն, իսկ ահա ուրեմն 18 թվականից սկսել է պետությունը, կներեք։ Դուք կարող եք ինձ ցույց տալ, թե այդ պետությունը ինչ ավելի լծակներ ունի, որ այն ժամանակ չեն եղել։ Պարոն Ոսկյան, հարցին ադառնալու հիմա ճշտում, մենք նման պնդում չենք անում, անկախություն է եղել մինչև 18 թիվը, ժամանակ անկախություն էր, հիմա պետությունը։ Չէ, նման բան չեմ ասել, եթե նմանատիպ մի միտք է, դա նկատի չեմ ունեցել, որ մինչև 18-ը, նույնիսկ չեմ էլ հասկանում ինչ անշակում մինչև 18-ը անկախությունն հետո պետություն։ Ես տենց եմ հասկանում։ Իսկ հիմա որ հայկական ռեկոնկիստան եղել է որպես գաղափարախոսություն, ինքը ինչ տեղ է ունեցել հայ իրականության մեջ, ինքը կարանք ասենք, որ եղել է դոմինանտ գաղափարախոսություն, թե ըստ եղել է գաղափարախոսությունից միայն մեկը։ Դոմինանտ է եղել որոշակի շրջանակներում, դրա կողքին եղել են շատ ուրիշ բաներ։ Այսինքն զուգահեռաբար գնացել է, օրինակ ասենք, բանը դաշնակցությունը համարել է, որ հիմնական շեշտը պետք է դրվի զինված պայքարում, ասենք թե ազատագրելու մեջ, բայց ասենք թե ռամկավար ազատական կուսակցությունը հակառակը համարել է, որ դա պետք է չանել։ Այսինքն մենք չենք կարող վերցնել ամբողջ հարստությունը հայկական մշակույթի, հայկական գաղափարախոսությունների այդ բոլոր ուրեմն հարստությունը չենք կարող հանգեցնել ուրեմն բացարձակապես ռեկոնկիստայի գաղափարին եւ ասեք տեսեք մենք իրանց հաղթահարեցինք։
Բայց ես այստեղ կներեք, մի բան էլ ասեմ, շատ չխոսենք այս հարցի վերաբերյալ։ Մի շատ կարևոր բան կա, որ ցավոք սրտի Տիկին Կարապետյանը ուրեմն չանդրադարձավ, երբ որ ես ասում եմ, որ ստացվում է այնպես, որ ուրեմն այսօրվա այս գաղափարախոսությունը ենթադրում է, որ պետությունը սեփականացվում է, ուրեմն որոշակի իշխող ուժերի կողմից, ես դա ոչ թե ասում եմ որպես բարոյական մեղադրանք։ Ես կոնկրետ օրինակ եմ բերում։ Ես ասում եմ, որ ինձ մասնագետները ասացին, որ ուրեմն այդ եկամուտների հայտարարագրումը համատարած տնտեսական կարգավորման իմաստ չունի, որովհետև եթե մենք գործ ունենք ուրեմն փաստորեն այդ ուրեմն հարկերի այդ պարս տախտակի հետ, համահարթ հարկման տախտակի հետ, ապա այն որպես տնտեսական մեխանիզմ չի աշխատում։ Հետևաբար հարց է առաջանում, որպես ինչ մեխանիզմ է այն աշխատում։ Եվ միակ եզրակացությունը, որ ես կարող եմ անել, դա աշխատում է որպես համատարած վերահսկողության մեխանիզմ։ Այսինքն ցանկացած մեկի մասին կարելի է իմանալ նա ինչ է անում, ինչով է ապրում, ինչ թուլություններ ունի, ինչ ուժեղ կողմեր ունի եւ վերահսկել։ Գիտակցում եք, որ մի քիչ չափազանցնում եք, դրա համար ես այդ հայտարարագրման կտորներին չեմ արձագանքում։ Սա ամենակարևոր կտորն է, շնորհակալ կլինեմ, եթե դուք ուրեմն արձանագրեք։ Եվ եթե դա այդպես է, ապա երբ որ դուք ասում եք, բայց չէ որ մենք թույլ ենք տալիս ասենք ընդհանուր ընտրություններ։ Այո, ընտրություններ թույլ եք տալիս, բայց գիտեք թե քանի մեխանիզմ կա այդ ընտրությունների վրա ազդելու ոչ թե կեղծելով, ես չեմ ասում դուք կեղծում եք ընտրությունները, այլ ուղղակի մարդկանց շահերից ելնելով, մարդկանց շահագրգռել, եթե դուք բոլորին վերահսկում եք։ Իսկ ահա այս միջոցը եկամուտների հայտարարագրումը, սա վերահսկողության միջոց է։ Բոլոր օրինական եկամուտներ ունեցող մեր քաղաքացիները անհանգստանալու ոչ մի բան չունեն, հələ մի բան էլ սոցիալական կրեդիտներ կարող են հետ ստանալ։ Ինչ է նշանակում անհանգստանալու բան չունեն։ Եթե օրինակի համար դուք իմանում եք, թե ես ում հետ եմ, ասենք, աֆիլիացված։ Ես անօրինական բան չեմ անում։ Ումից եմ փող ստանում, ում եմ փող ուղարկում, ինչ ծախսեր եմ անում, ենթադրենք հիվանդ եմ, դեղ եմ առնում։ Այսինքն ամենայն ինչ ձեր վերահսկողության տակ է։ Չէ, մի վայրկյան, եթե ձեր բժշկական տեղեկատվությունը սոցիալական կրեդիտ չեք ցանկանում ստանալ բժշկական տեղեկատվության մասին, այսինքն ընդ որում դա բանն է, ՀԴՄ-ն է, տեղյակ չեք պահում պետությանը, այդ հնարավորությունը ունեք, այսինքն պարտավոր չեն մարդիկ իրենց։ Եթե ես փոխանցել եմ մի մեծ գումար իմ բուժման համար, օրինակի համար եմ ասում։ Հիմա այդ մեծ գումարը, որ փոխանցել եմ, չպիտի ցույց տամ։ Փոխանցել եք ինչ միջոցներով։ Իմ միջոցներից կամ ինչ միջոցներով ես փոխանցել եմ ինչ-որ մի գումար, ես չեմ գողացել այդ գումարը։ Ես ամենայն հավանականությամբ պետք է վճարեիք հիվանդանոցում եւ ստանայիք ՀԴՄ, բայց ես առաջարկում եմ այս ուղղությամբ չգնանք հայտարարման մասին։ Առանցին կարող ենք քննարկում եմ ուզում գնալ, որտեղ այստեղ է գաղտնիքը։ Այստեղ է քաղաքացին բռնվում։ Համընդհանուր հայտարարագրում բոլոր կայացած պետությունները ունեն։ Այս ռեֆորմը ես այնքան համոզված եմ, որ մեր կարևորագույն ռեֆորմներից մեկն է, որը մեզ թույլ է տալու այն մեր շատ բաղձած ձեր լեզվով քաղաքացիական ազգ, իմ լեզվով ժողովուրդ, պետականաստեղծ պետություն ունեցող ժողովուրդ դառնալու ճանապարհին պարոն Քոչինյանին էի ասում, էլի քաղաքացիական ազգ եւ իմ թարգմանաբար իմ լեզվով ժողովուրդ։ Բաղձանքն էլ իմ կողմից։ Դա դրա ճանապարհն է, դա մի ֆանտաստիկ ռեֆորմ է, որով մեր քաղաքացիները հնարավորություն են ունենալու պետության հետ իրենց կապը ուղիղ տեսնելու, թե իրենք այդ բյուջեին ինչպես են մասնակցում, ինչպես է դա ստեղծում եւ այնուհետեւ ինչպես է դա ծախսում, բայց ես մի պետությունը ինչ պարտավորություն ունի քաղաքացու նկատմամբ, քաղաքացին ինչ պարտավորություն ունի պետության նկատմամբ, մենք սովորեցինք։ Հիմա եթե ես այդ ուրեմն այդ եկամուտը տվեցի, ես ոնց կարող եմ վերահսկել, թե պետությունը ինչ է տալիս։ Սահմանին կանգնած հերոսի ամեն օր լողանալու հնարավորությունը պետք է ապահովի պետությունը։ Լավ չհասկացա։ Օրինակ եմ բերում։ Ես ինչ իմանամ ապահովում է թե չի ապահովում։ Դե դրա համար էլ մեխանիզմներ կան ստուգելու, նախ բոլորի ворթիներն են գնում, հետեւաբար ուղղակիորեն մարդիկ ունեն ինֆորմացիայի աղբյուր։ Այսինքն տեսեք, այն ինչ որ վերաբերում է իմ պարտավորություններին, դուք դրել եք հստակ օրենքներ, ֆիքսում եք ամեն կոպեկը։ Իսկ այն ինչ որ վերաբերում է ձեր պարտականություններին, ասում եք դե ընկերականով կգնաք, ծանոթներից կհարցնեք։ Չէ, ընկերականով չէ, կա նաև ռազմական ոստիկանություն, որը ստուգումներ կարող է անցկացնել։ Եվ ռազմական ոստիկանության ես պետք է հավատամ։ Իսկ հակակոռուպցիոն մարմիններ։ Պարոն Ոսկանյան, մեր խնդիրն է դրա շուրջ էլ։ Մեր խնդիրն է անշուշտ հանրային իշխանության մարմինների նկատմամբ վստահությունը անverջ մեծացնելը, բայց ես չեմ կարող վստահության
նվազ պայմանների պատճառով հանրային իշխանության մարմինները ժխտեմ մերժեմ, ասեմ նրանք չպետք է լինեն։ Չմտնենք այդ դաշտ։ Մի վարքյան, ես նախորդ ասվածների վերաբերյալ կարևոր բան ունեմ ասել։ Հավելյալ թեմա բացեմ եւ անպայման կասեք ձեզնից սկսենք Տիգին Կարապետյան։ Քանի որ մեզ մնացել է 10 րոպե, մենք պայմանավորվել ենք, որ սա ամեն դեպքում խոսակցության ավարտն է։ Ես մի անգամից ուզում եմ բացեմ 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերը քննարկման համար։ 12 անկախությունը քրիչերից կախվածության փոխարինելն է շատերից կախվածության, պետությունը սեփական բախտը որոշելու ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է։ 13 խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է, շատ նման է երրորդ ուժի բացառման սկզբունքին, եւ 14 ապագա կա ապագա։ Խնդրեմ։ Նախորդ ասելիքը եւ սրանց վերաբերյալ ասելիքը։ Գուցե երբեմն հստակ չեմ ձևակերպում, բայց երբ ես խոսում եմ ազատագրության մասին, ես խոսում եմ հայ քաղաքական մտքի մասին։ Չեմ խոսում ժողովրդի մասին։ Մարդիկ զբաղվել են ինչով որ զբաղվել են շատ տարբեր բաներով։ Գաբրիել Այվազովսկին քաղաքական մտքի ներկայացուցիչ է, այդպես չի խոսել ազգային ազատագրության մասին։ Երկրորդը, դաշնակցությունը շատ պայմանական եմ ասում, որովհետեւ դաշնակցությունից առաջ էլ մենք քաղաքական միտք ունեցել ենք, այդ քաղաքական միտքը եղել է հայ առաքելական եկեղեցին եւ դրա համար է արմատներով գաղափարախոսությունը մեր գնում են դրա մասին նախորդիվ խոսել եմ Աստծո թագավորությանը գալուն ենք մենք սպասում դա է մեր քաղաքական դոմինանտ ծրագիրը հիմա եթե որ կողքից եղել է մի հատ թոնդրակյան շարժում դա դեռ չի հերքում իմ ասածը պարոն Ոսկանյան այն որ բացի ազատագրական մտքից քաղաքական մտքի այդ շերտից այլ մտքիկներ են եղել դա դեռ չի շղթում այն որ դոմինանտ ձևը մտածելու ժողովուրդը ապրել է իր կյանքով միշտ Մաղաքյա Օրմանյան ունեինք մեծագույն մեր մտածողներից մեկը ուրեմն եկեղեցական, որը երբևիցե չի կոչարել գնալ ազատագրական պայքարի։ Դուք վերցնում եք միայն մի գիծը, դուք վերցնում եք միայն դոմինանտը։ Այն ինչ որ դուք վերցնում եք, անունը դնում եք դոմինանտ։ Բայց ներողություն, պարոն Ոսկանյան, դուք հերքում եք, որ դա է եղել դոմինանտ գիծը։ Ես ասում եմ, որ երբ որ Իսրայել օրին ասենք թե բան էր անում, ուրեմն պայքարում էր, որպեսզի ինչ որ այսպես օգնություն գտներ։ Այդ ժամանակ ասենք թե եկեղեցին իրեն օգնում էր, բայց օրինակի համար, երբ որ Հովսեփ Էմինը գնում է այս կամ այն կաթողիկոսի մոտ, իրենք բոլորը նրան ոչ միայն հետ են մղում, այլև պահանջում են ուրիշներից, նույնիսկ վրաց թագավորից, որ հանկարծ դրան տոն չտակ։ Որովհետև իրենք շատ ավելի զգուշավոր են եղել եւ ասել թե ամբողջ եկեղեցիների միջև եւ եկեղեցու միջև նաեւ մրցակցություն է եղել դա նույնպես չի ժխտում այնինչ ես եմ ասում շարունակենք թերևս որովհետև ես չեմ կարծում որ համաձայնություն ենք հասնելու եթե դուք ուզում եք հայտարարել որ ամբողջ հայ ժողովուրդը բացարձակապես խելքը գծած ազատագրում էր ուզում հիմա չէ ես նման միտք չեմ ասել հետևողականորեն պնդել եմ այսինքն բոլոր էլիտաները այսինքն հայ ժողովուրդը 3000 տարի ճիշտ է եղել նրա բոլոր մտավորականները բոլոր էլիտաները բոլոր գաղափարախոսները սխալ են եղել պունկտ ժողովրդի պարագայում էլ բոլորը չեմ ասում ժողովրդի ներկայացուցիչներ եղել են ովքեր աջակցել են հայ քաղաքական մտքին որպես հայ ազատագրական միտք եւ բոլոր էլիտաները եւ բոլոր քաղաքական գործիչները նկարիչները գրողները չի որ ազատագրական մտքով են տարված եղել բայց դա է մեր քաղաքական մտքի դոմինանտ ձևը եղել Եթե այդպես է տարաձայնություն գունապնակը շատ ավելի բազմազան է եւ այնտեղ կան շատ գույներ դուք գտնում եք որ իդենտիֆիկացրել եք գլխավորը եւ դրա դեմ պայքարում եք շատ բան Սա ձեր ֆունդամենտալ վերջին կետերը երևի թե մեր արտաքին հարաբերությունների են շատ առնչվում, որովհետև եթե մեր երկրի ներքին կյանքը կազմակերպելու հարցում կարող ենք մեզ թույլ տալ իսկապես լինել իդեալիստ եւ խոսել արդարությունից, ազատությունից, երջանկությունից եւ մնացած ամեն հոգեվոր բարիքներից որպես բարեկեցության անբաժանելի մաս, ապա արտաքին աշխարհը չկամ, չէ՞։ Ապա դուք երջանկությունից եւ ազատությունից որպես բարեկեցության մաս նույնպես խոսացած չկաք այդ ամենը ես ասեցի եթե դա կարող ենք թույլ տալ անել ապա արտաքին աշխարհում երկրները հարաբերվում են շատ հաճախ այլ կանոններով, շատ հաճախ փոփոխվող կանոններով։ Եվ այստեղ էլ մեր առաջարկը, որը մենք քննարկման ենք դրել, մեր եւ այլ երկրների հարաբերություններին է վերաբերում, որ մենք պետք է մեր պատմական փորձառությունից, այն է փնտրել մի հովանավոր
պետություն Իսրայել օրուց սկսած, հա, այդ քաղաքական մտքից։ Դրանից դուրս գանք, այլևս չփնտրենք հովանավորներ կամ ժամանակակից բառապաշարով ասած դաշնակիցներ, որոնց բացառիկ ներկայությամբ մեր խնդիրները պետք է լուծվեն, այլ փորձենք այդ կախվածությունը մեկ դերակատարից փոխարինել կախվածությամբ շատ դերակատարներից։ Եվ այստեղ էլ հատկապես այս բարբերության ամփոփման մեջ շատ կարևոր է, որ սա մի անընդհատ ընթացող գործընթաց է, այսինքն մենք պետք է ուշադիր լինենք եւ սա ստատիկ հավասարակշռություն չէ, որը պետք է պահպանենք, որպեսզի կոնկրետ լինի, երևի թե այսպեսի մի բան ասեմ։ Օրինակ հիմա Հնդկաստանը մի գործընկեր է դարձել Հայաստանի համար։ Մենք աչալուրջ պետք է հետևենք այդ հարաբերությանը եւ տեսնենք թե որքանով է Հնդկաստանի հետ մեր համագործակցությունը հավասարակշռում մեր այլ կախվածությունները, այդ երկրի կշիռը որքանով է ժամանակի մեջ փոխվում եւ ըստ այդմ, ըստ անհրաժեշտության նոր կախվածություններ ստեղծենք, որը հնարավոր խոցելիությունը այդ ուղղությամբ կարող են հավասարակշռել։ Այսինքն այս բարբերությունը մոտավորապես պետք է պատկերացնել Հայաստանը կենտրոնում է, կան հարաբերություններ, որոնք գծերի միջոցով կարող ենք պատկերել, այդ հարաբերությունների վերջում մյուս երկրներն են, որոնք տարբեր կշիռներ ունեն, եւ այդ բոլոր հարաբերությունների միջոցով մենք պետք է փորձենք պահպանել, այսպես ասած, հավասարակշռությունը։ Կախվածությունը մեկից փոխարինենք կախվածությամբ շատերից, որոնցից կախվածությունը պետք է փորձի օգնի մեզ պահել հավասարակշռությունը մեր։ Դրա իմաստը դա է։ Հաջորդը շատ կարևոր դրույթ է մեր հարևանների հետ մենք պետք է ունենանք չմիջնորդավորված հարաբերություններ։ Սա եւս կարևոր է, որ մեր անմիջական երկուսի հետ արդեն իսկ ունենք Վրաստանի եւ Իրանի հետ, ընդ որում բարդ հարաբերություններ ենք ունեցել պատմականորեն ավելի շատ հարավային հարևանի ժողովրդի հետ եւ պակաս բարդ իհարկե վրաց ժողովրդի հետ, բայց կարողացել ենք հասնենք այն կետին, որ անկախ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները այս երկու երկրների մեջ պատմական կոնտեքստը թողել են անցյալում եւ հենված են ներկայի եւ ապագայի վրա։ Մենք որպես ռազմավարական հեռանկար պետք է նույն նպատակը ունենանք նաև մեր մյուս երկու հարևանների հանդեպ եւ փորձենք նրանց հետ եւս կառուցենք չմիջնորդավորված ուղիղ հարաբերություններ, որպես Հայաստանի գոյության երաշխիք, ինքնիշխանության եւ անկախության երաշխիք։ Պարոն Ոսկանյան, կետերը շատ են, ժամանակը քիչ։ Դրա համար մի նախադասություն կա, որի վերաբերյալ ինչ է տակիա ձեր կարծիքը, այ 13-րդ կետում խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է։ Նորից սա ըստ էության երրորդ ուժի բացառման սկզբունքն է։ Ձեր մեկնաբանությունը այս կետի վերաբերյալ։ Կարող եմ ասել, որ տեսականորեն շատ այսպես ընդունելի բան է, ոչ ոք դրա հետ չի վիճում, պրակտիկորեն բացարձակ միամտություն է։ Որովհետև տեսեք, ասեմ ինչու, որովհետև միշտ խոսվում է այն մասին, որ եթե մենք բոլոր հարևանների հետ կարողանանք կազմակերպել առևտրական հարաբերություններ, լավ հարաբերություններ եւ այլն, ապա դրանով խաղաղություն կլինի։ Այստեղ ես կարծեցի դուք այս կետն եք ցիտում, ավելի հետաքրքիր կետ է։ Խաղաղությունը անվտանգության ամենահուսալի երաշխիքն է։ Դա բացարձակ սխալ կետ է, որովհետև խաղաղությունը ինքը վիճակ է, ինքը միջոց չի։ Հետևաբար խաղաղությունը ինքնին չի կարող ձեզ երաշխավորել ուրեմն անվտանգություն, որտեղ խաղաղությունը ցանկացած պահին կարող է խախտվել։ Հիմա հայտնի օրինակ է, երբ որ եվրոպացիները ժամանակին պատերազմից հետո ասեցին, որ այսպես չի լինի, մենք պետք է այնպես անենք, որպեսզի առևտրի միջոցով կապվենք իրար հետ եւ այլն, որ պատերազմներ չլինի եւ առաջացավ սկզբից փոխպատի եւ ածուխի այդ միությունը, հետո դարավ ուրեմն եվրոպական միություն, այդ բանը կարծես թե ստացվեց։ Դա ստացվեց միայն մի պատճառով։ Ոչ միայն պատճառը, որ եվրոպացիները փոխադարձ ճայերի մեջ էին մտել, դա շատ լավ էր, հասկանալի էր, բայց նաև այն պատճառը, որ իրենք դիտարկում էին սովետական միությունը որպես ընդհանուր թշնամի եւ որովհետեւ կային Միացյալ Նահանգները որպես ընդհանուր երաշխավորող, որ իրենք կլինեն ուրեմն այդ վիճակում։ Առանց դրա մենք տեսանք, շատ լավ այդ ամեն ինչը փլուզվեց։ Եվ այսօր, երբ որ արդեն ուրեմն Միացյալ Նահանգները ասում են մենք դες չենք երաշխավորելու ձեր անվտանգությունը, այս եվրոպացիները չգիտես ինչի թողնելով իրենց այդ առևտրական գեղեցիկ հարաբերությունները, չիրենց չունեցած փողը ահռելի պարտքեր միլիարդներ մտցնելով, հիմա սկսել են զենքի տալ։ Որտեւ իրենք հասկանում են, որ իհարկե շատ գեղեցիկ է, որ մենք ասենք բոլորի հետ պետք է լավ լինենք, բոլորին պետք է սիրենք, բոլորի հետ պետք է աշխատենք, բալանսներ պետք է պահենք, բայց իրականությունը այլ է։
Իրականությունը այն է, որ չնայած Եվրոպան եւ Ռուսաստանը ունեն փոխադարձ շահեր, բայց իրանք այս պահին պատրաստ են երկու կողմից այդ փոխադարձ շահերը զոհաբերել, հանուն իրենց ավելի բարձր շահերի։ Պարոն Ոսկան, իմ հարցը ամեն դեպքում մի քիչ ուրիշ էր։ Հիմա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները Հայաստանը պետք է կառուցի Ռուսաստանի կամ Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, թե միայնակ։ Ուրեմն այդ հարցը ձևական հարց է, որովհետեւ ասեմ ձեզ, որովհետեւ իհարկե պետք է աշխատել, համագործակցել ուղիղ ճանապարհով, բայց դա իհարկե չի, որովհետեւ դա չի եղել գործիքակազմը 20 տարի շարունակ։ Ոչ, եղել է։ Ոնց է եղել։ Եղել է շատ պարզ։ Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցվել են Մոսկվայի միջնորդությամբ։ Ով ասեց։ 20 տարի շարունակ դա եղել է ռազմավարությունը։ Որտեղ տեսակ։ Այնտեղ տեսանք, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները փոփոխվում էր, որ այնտեղ կա նաև Թուրքիա, մենք ասում ենք, դե Թուրքիայի հարցերը Ռուսաստանը կլուծի։ Ով ասեց։ Դա չի եղել 20 տարի երկրում ռազմավարություն։ Իհարկե չէ։ Երբ որ ներողություն, երբ որ հենց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիայի հետ դու լեզու էիր գտնում, Թուրքիային չեզոք էիր։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի ադմինիստրացիան չեմ ասում, ես ասում եմ 20 տարի դրա համար ուշադրություն դարձեք, ասում Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ արգումենտ էր բերվում։ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ գնաց այդ այսպես կոչված ֆուտբոլային դիպլոմատիան, ինչ ռուսներն էին ասում, որ արեք։ Չէ, բայց երբ որ Թուրքիան էլ ասաց այնտեղ զիջման գնացեք, Սերժ Սարգսյանը չգնաց այն զիջման, վստահ լինելով, որ Թուրքիայից մեզ պաշտպանող կա։ Որտեղ այնտեղ։ Երբ որ թուրքական կողմը առաջարկեց, որ հայ-ադրբեջանական բանակցային ճակատում Հայաստանը գնա զիջումների, դրա դեմած գնա հայ-թուրքական կարգավորում, Հայաստանը դրան չգնաց, վստահ լինելով, որ մեզ Թուրքիայից պաշտպանող կա։ Իսկ ոչ թե որ վստահ լինելով, որ մեզ պաշտպանող կա, որովհետև կան բաներ, որոնք դուք չեք կարող տալ։ Որովհետև չտվեցինք։ Ով տվեց։ Դուք Հայաստանը չտվեց։ Ինչ։ Այդ ինչ որ չէր կարող տալ չտվեց, մարտի դաշտում չտվեց։ Ովքեր տվեցին։ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, Հայաստանը։ Եկեք տարբեր ուրեմն այսպես մակարդակներ չխառնենք։ Դուք եթե խոսում եք Սերժ Սարգսյանի մասին, ես իր հատուկ պաշտպանը չեմ, բայց եթե խոսում եք Սերժ Սարգսյանի մասին, խոսեք Սերժ Սարգսյանի մասին։ Եթե խոսում եք Տեր-Պետրոսյանի մասին, խոսեք իր մասին։ Եթե խոսում եք, ասենք Նիկոլ Փաշինյանի մասին, խոսեք իր մասին։ Մի խառնեք բոլորը մի տեղ։ Պարոն Ոսկան, չկար այդ մոտեցումը, որ մեզ Թուրքիայից պաշտպանող կա։ Ոչ։ Թուրքիայից պաշտպանողի հարցը չի։ Կար ընդհանրապես համոզմունք, որ Ռուսաստանը ինչ որ մի սահմանից են կողմ չի հրաժարվի Հայաստանի պաշտպանությունից։ Դա կար։ Թուրքիայից։ Ումից պաշտպանությունից, Թուրքիայից պաշտպանությունից։ Նաև դա չէ, ներողություն, նաև Ադրբեջանից։ Շատ լավ, հիմա առաջնահերթ դա Թուրքիային էր վերաբերում, որտեղ միշտ մեր մոտ կային մոտեցումը, որ Ադրբեջանի դեմ մենք ինչ-որ մի ձև կկարողանանք։ Ներողություն, Թուրքիայի հետ կապված առաջին իսկ օրվանից այդ հարցը դրվել է, ես գոնե կարող եմ ասել, որ հենց անկախության առաջին իսկ օրվանից հարցը դրվել է այն մասին, որ Թուրքիայի հետ մենք պետք է հարաբերվենք նկատի ունենալով, որ մենք այլևս զրկված ենք ինչ-որ մի, այսպես ասած, վերևից վերահսկող ուժից։ Հետևաբար մենք պետք է զգուշավոր հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ եւ ուրեմն կարողանանք իր հետ լեզու գտնել։ Այսինքն դա նոր հնարած բան չի, դա know-how չի այսօր հնարած։ Հայաստանում չի եղել արտահայտություն, մեզանից արևմուտք միայն ճահիճներ են։ Անանցանելի արտահայտություն չի եղել։ Ես նման բան չեմ լսել։ Սերժ Սարգսյանից չեք լսել։ Ես Սերժ Սարգսյանից չեմ լսել, բայց հիմա ես ուզում եք ինչ անեմ։ Հիմա եթե խոսքը Սերժ Սարգսյանին քննադատելու մասին է, քննադատելու մասին ես ուզում եմ որ արձանագրվի, որ 20 տարի Հայաստանում եղել է մոտեցում, որ մենք ունենք պաշտպան Թուրքիայից, եւ այդ մոտեցումը եղել է սուտ։ Սա եմ ուզում արձանագրել։ Տեսեք, եթե նույնիսկ այդ մոտեցումը չի արդարացվել իր ամբողջ ուժով, ապա դա չի նշանակում, որ հիմա դուք կարող եք հուսալ, որ բոլոր հարցերը կլուծեք։ Չենք կարող հուսալ, որ բոլոր հարցերը լուծենք, բայց պետք է վստահ լինենք, որ մեր փոխային հարց լուծող չի լինելու։ Բայց մենք այն գլխից վստահ ենք եղել, հիմա դուք ինձ մեղադրում եք նրանով ինչ արել Սերժ Սարգսյանը։ Ես ձեզ չեմ մեղադրում, ես ուզում եմ արձանագրենք, որ դա է եղել մոտեցումը։ Ես ուզում եմ որպեսզի ոչ, ես ուզում եմ որպեսզի դուք առանձին գործիչների ասածը չվերագրեք ամբողջ հայ ժողովրդին, որովհետեւ գործիչները Հայաստանի առաջնորդն էին, ինչևէ, շատ լավ, շնորհակալություն։ Հարգելի հեռուստատողներ, մեր այս 3 հաղորդումից բաղկացած էքսկուրսը ընթացիկ առօրյա գործընթացներից մի փոքր ավելի երկարաժամկետ հարատև թեմաներին համարենք այսքանով ավարտված, փորձեցինք վերլուծել մի խոսակցություն, մի դիսկուրս, որը իշխանությունն է ուրեմն բերել Հայաստանի քննարկման դաշտ, այդ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, կողմերը մնացին իրենց տեսակետներին, բնականաբար ինչպես դա ի սկզբանե սպասելի էր։ Ես հույս ունեմ, որ այս խոսակցությունից որոշ փոփոխություններ կամ որոշ սրբագրումներ ամեն դեպքում ի հայտ կգան եւ դա կլինի երևի թե 3 հաղորդումների առավել մեծ օգտակար գործողության գործակիցը։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։